Ողջույն բոլորիդ, դուք դարձյալ Նունեի խոհանոցում եք, ընկերներ ջան, արդեն պատկերացնում եմ ինչ է կատարվում ձեր ընտանիքներում, արդեն ամանորյա եռուզեռ է սկսվել, ընդամենը մի քանի ժամից կճանապարհենք 2025 թվականը եւ հնարավորինս պետք է բարձր տրամադրությամբ մուտք գործենք 26 թվական, ոնց որ ասում են, ինչպես դիմավորում ես, այնպես էլ ամբողջ տարին շարունակվում է։ Իսկ իմ պարտքն եմ համարում ներկայացնել եւս մեկ համեղ ուտեստ, որը որ կգեղեցկացնի ձեր ամանորյա սեղանը, ինչպես նաեւ ավելի համեղ կդարձնի։ Այսօր մեր ուտեստը դարձյալ խոզի մսով է լինելու։ Այս անգամ վերցրել ենք խոզի մատերը։ Ընկերներ, շատ համեղ ուտեստ է, անպայման կպատրաստեք, իսկ հիմա ես մանրամասը ներկայացնեմ։ Նախ հեռացնում ենք վրայի թաղանթը։ Թաղանթ հեռացնում ենք, որպեսզի համեմունքները ավելի լավ ներծծվեն։ Սիրելիներս, ինչպես միշտ, բաղադրատոմսը ներկայացված է նկարագրության բաժնում։ Սկզբնական էտապում միսը համեմելու համար մեզ անհրաժեշտ է մանանեխ, աղ, կարմիր քաղցր պղպեղ եւ սխտորի փոշի։ Սկզբից մանանեխով ենք համեմում։ Շրջում ենք։ Մանանեխից հետո համեմում ենք աղով։ Այնուհետև կարմիր պղպեղով, քաղցր, եւ սխտորի փոշով։ Փաթաթում ենք յուղաթղթով։ Այնուհետև փաթաթում ենք փայլատի տեղով։ Ընկերներ, պետք է շատ լավ փաթաթեն, որովհետև 2 ժամ մնալու է ջեռոցում, որպեսզի միսը չայրվի։ Ջեռոցում թողնելու ենք 170 աստիճանի տակ 2 ժամ։ Այնուհետև կշարունակենք մեր գործողությունները, 2 ժամից կմիանամ ձեզ։ Ահա եւ վերջ, սիրելիներս։ Ճիշտ ասած, ես 2 ժամից մի փոքր ավել թողեցի, քանի որ մեր միսը 2 կիլոգրամից ավել է։ Խոզի 1 կիլոգրամ միսը ջեռուցում պետք է մնա 1-ից 1.5 ժամ։ Հիմա բացենք տեսնենք։ Տեղափոխենք ափսեի մեջ, որպեսզի քսենք երկրորդ սոուսը։
Երկրորդ սոուսի համար մեզ անհրաժեշտ է կետչուպ, սոյայի սոուս եւ 1 ճաշի գտալ մեղր։ Լավ խառնում ենք։ Խառնելուց հետո պետք է դնենք տաքանա սոուսը, որովհետև տաք վիճակում պետք է քսենք։ Սոուսը պետք է տաքացնենք 1 րոպե, մեր սոուսը արդեն պատրաստ է, տեսեք տաքացնելուց հետո ինչ լավ համասար զանգված ստացանք։ Շրջում ենք։ Ահա վերջացրինք։ Հիմա նորից տեղափոխում ենք ջեռոց, 200 աստիճանի տակ 10 րոպե պետք է եփվի։ Ահա եւ վերցրելի հետևորդներ։ Տեղափոխում ենք ափսեի մեջ։ Նայեք ինչ հյութալի, համի մասին էլ չեմ ասում։ Այսօրվա համար այսքանը սիրելի հետևորդներ, շնորհակալություն, որ ինձ հետ էիք, եւ այսօր մենք ունեցանք շատ հյութալի համեղ ուտեստ խոզի մսով, որը համոզված եմ դառնալու է ձեր ամանորյա սեղանի զարդ։ Խնդրում եմ նաև գնահատեք իմ աշխատանքը, լայքելով տեսանյութը, որպեսզի հնարավորինս շատ տարածվի եւ բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, եթե դա իհարկե չեք արել։ Ձեզ հետ Նունեն էր, շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։